Այն, ինչ տեղի ունենում Վենեսուելայի շուրջ այս պահին Հայաստանի համար դաս է, թե ինչպես է աշխատում մեծ քաղաքականությունը։ Երբ պետությունը չի կարողանում կառավարել ներքին սպառնալիքը, ինքն է դառնում սպառնալիք։ Երբ վտանգը սկսում է արտահայտվել նարկոտրաֆիկով, ստվերային կեղտոտ փողերով, ապօրինի հոսքերով եւ վրցակիցների ազդեցության ամրացմամբ, գերտերությունները վերջում գործում են կտրուկ, որտեղ դա արդեն իրենց ազգային անվտանգության անմիջական սահմանն է, անմիջական գոտին։ Միացյալ Նահանգների գործողությունների տրամաբանությունը հենց սա է՝ խաղաղություն ուժի միջոցով, կոտրել անպատժելիությունը, փակել ստվերային խողովակները, ստիպել քաղաքական ելք այնտեղ, որտեղ ընտրություններով փոփոխությունը ուղղակի անհնար է։ Վենեսուելան տարիներով հասել էր մի կետի, որտեղ ռեժիմը չէր պահվում ընտրությամբ, այլ ուժով, վախերով եւ արտաքին հովանավորություններով։ Ամեն ինչ շատ պարզ է, երբ լեգիտիմություն չկա, պետությունը դադարում է լինել սուբյեկտ ու դառնում է պլացդարմ, իսկ պլացդարմների ճակատագիրը վերջում որոշում են ուրիշները։ Դիտեք նաև դերակատարներին։ Ռուսաստանի վայնասունը իրականում արժեք չունի, իրենց պետք եղած ժամանակ խոսում են իրավունքից, պետք չեղած ժամանակ իրենք են խախտում իրավունքը։ Ուկրաինան ձեզ ապացույց։ Դաշնակիցը ռուսների մոտ հաճախ նշանակում է կախվածություն, ոչ թե պաշտպանություն։ Չինաստանը նույնպես ցույց է տալիս, ռազմավարական գործընկերություն կոչվողը փոքրերի համար հաճախ թուղթ է, իսկ ռիսկի պահին վերադասավորում։ Իրանն էլ գործարքների ու շրջանցումների նույն ստվերային աշխարհն է։ Հայաստանի հետևությունը պարզ է։ Խաղաղությունը չի պահվում մաղթանքներով կամ թղթերով, այն պահվում է լեգիտիմությամբ, ուժեղ պետական ինստիտուտներով, կանգուն տնտեսությամբ ու պարտավորություն ունեցող գործընկերություններով, իսկ ապացույցը հենց սա է, երբ պետությունը ներսից ամուր չէ, անգամ ամենախոշոր ռազմավարական գործընկերը ճգնաժամի պահին քեզ չի կարող փրկել, նա հաշվում է իր շահը ու անցնում է առաջ։ Ուստի մեր իրական ապահովագրությունը մեկտեղ է, մեր պետության ներսում, օրենքի ուժը, ժողովրդի վստահությունը եւ այն կարողությունը, որ մեր մասին որոշումները կայացվեն Երևանում, ոչ թե ուրիշների սեղաններին։